Քարգեշոր սերիներ, շնորհակալ ենք Աստծուն, որ շաբաթ մեկ տվավ եւ հասանք Հեսուա քիրքին վերջին գլուխը, մեր քիրքը տասակիրքը կվերջանա, ուրեմն 13-10-րու մեջ կրցանք Հեսուի քիրքը սերդել եւ հիմա հասանք վերջինը, որ գսե ընտրե այսօր աղոթենք երկնավոր Սուրբ Հայր շնորհակալ ենք քեզ մեր որ այսօր ալ մեզի կյանք տվիր եւ մեզի քո խոսքի շուրջը հավաքեցիր դեր կխնդրեմ որ մեզի նաեւ Սուրբ Հոգիով լեցնես որովհետեւ գարենանք քո խոսքը հասկանալ եւ ըմբռնել եւ գադարել մեր կյանքին մեջը ոչ միայն լսողները լանք այլև գադարողները լանք շնորհակալ ենք այս ամեն Հիսուսի անունով կխնդրենք անոր փառքին համար ամեն Ուրեմն այսօրվա համարը տեղը պետք է գարտանք Հեսվա քրքին 24-րդ գլուխ 15-րդ համարն է Բայց եթե դերոջը ծառայություն ընել ցեզի հաջո չերևնար ցեզի ընդրեցեք այսօր թե ով պիտի բաշտե քեդին անտին կողմը ցեր հայրենուն բաշտած ասվածները թե ամորացիներուն ասվածները որոնց երկրի վրա դուք կփնագիք բայց ես իմ դունս Եհովան պիտի բաշտենք Այո շնորհակալ եմ Ես եւ իմ դունս Եհովան պիտի բաշտենք դերը պիտի բաշտենք Դուն որ գուզես հավատա ուր գուզես կնա որոն գուզես հավատա գուզես մի հավատար գսե Հեսուն բայց ես եւ իմ դունս դերը պիտի բաշտենք Ուրեմն Հեսուն վերջին գլուխին մեջ կհավաքի ամբողջ Իսրայելի ժողովուրդը եւ անոնց վերջին խրատներ գուտա Հին մերձավոր արևելքի դերակայության մեջ թաշինքներ գային թաշինքին մեջ դարեր գար այսքան քրության մեջ գեդեր գային ինչպես որ գա ուրեմն թաշինքին գեդեր ասոնք էին նախապան ու որ նշված էր քերակույն իշխանությունը այս թաշինքի նախաձեռնող ով է թաշինքով գուզերնել երկրորդ պատմական նախապան որ գնահարակրե դիրագալի եւ վասալի միջև հարաբերությունները դիրագալը եւ դիմացինը ինչ է հարաբերությունը ժողովրդին հետ Հիմա գիտենք որ դերակալ Աստված է եւ ժողովրդին հետն է Աստծո ունեցած հարաբերությունը ուխտի թրույթները որոնք վասալ են կբահանջեն դրսևոր երախտագիտության վրա հիմնված եւ անգետ թրթված ամբողջական հավատարմություն քերակույն իշխանության հանդեպ երբ որ դիմացինը գուզե թաշինք անել դիմացին հավատարմություն կբահանջվի վերջը օրհնությունները հնազանդության համար եւ անեծքները ուխտը խախտելու համար 5-րդը վասալի խոստման վկաները ով գեցեն անդեղը եւ 6-րդ փաստաթուղթի հանձնում հետակա ընթերցման համար որ ուրիշները գայնան անիկա գարտալ եւ 7-րդ վերջապես կվավերացնեն այդ փաստաթուղթը ուխտը կվավերացնեն հիմա Հեսուն իր կյանքին վերջավորության կտեսնա որ ո՞ր մեկը չի գա որ իր տեղը առնե Ուրեմն այս ուխտի նորոգումը որ գնա եւ մեկը չի գա իր տեղը առնող Մովսեսեն վերջը ինքը եղավ իր վերջը մեկը չի գա կծպնե որ Եհովա ինքն է իրենց թագավորը Տերոջը կհանձնե բոլորը եւ գսե որ հավատարիմ մնան Աստծո որբիսի վայելեն անոր պաշտպանությունը Իսրայելը մարդկային թագավորի գարիք չունի քանի որ անոր Աստված իրեն թագավորն է միակ թագավորը ուրեմն Հեսուի 24 առաջին գլուխը առաջին համարը գարտանք Հեսու 24 Այո շնորհակալ եմ Ուրեմն հոս Սյուքեմ գար Սյուքեմը եթե շախեմ անգլերենը Սյուքեմին մեջ Աբրահամն Սյուքեմ կնած այդ քաղաքը Հակոբն Սյուքեմի մեջ բնակեցավ ասիկա Քանան ու երկիրն էր որ Աստված իրենց տվավ Եվ հիմա նույն ատտեղին մեջը Հեսու հավաքեց իր ժողովուրդը նույն տեղը ու որ Աբրահամ էր ու որ իր մեծ առաջ 400 տարի առաջ եղած էին աս Աբրահամը կամ իրեն հայրերը Իսահակը Հակոբը հիմա Հեսուն կհավաքե բոլորը թագավորները ոստիկանները իշխանները ծերերը եւ ամեն Աստծո արչեւ կգեցնե Եվ հոս գսվի, երբ որ գարտանք կտեսնանք, որ գսե, որ
վերցուցի, դվի, ուղարկեցի, բնաչնչեցի, ըրի, հանեցի, ազատեցի եւ այլն, եւ ասոնք ամենը Աստծո օրազներն են, եւ ամենը կհիշեցնե։ Քիչ առաջ պատկա մեջ լսեցինք, որ պետք է հիշենք Աստծո օրազները մեր կյանքին մեջ, պետք է հիշենք եւ ասոնք Հեսու գուզե հիշեցնել ժողովրդին, որ Աստված ինչպես իրենց Եգիպտոսի երկիրեն հանեց։ Եվ ուրեմն Իսրայելը չէ պատմության գլխավոր հերոսը, այլ Աստված ինքը։ Աստված է, որ իրենց կնե այս ամեն բաները իրենց կյանքին մեջը։ Այսինքն Իսրայել որպես ազգ քոյությունը ոչ թե անոր նախնիկներեն որով մեգուն արժանի կներ, այլ Աստծո շնորհիվ բացառիկ լալը, բացառիկ կորձը, Աստծո շնորհքն էր, որ Իսրայելին հոն հասցուց։ Այն փաստը, որ Իսրայելը բնակություն հասածին երկրին մեջը բարձրալու առիթ չէ, ճիշտ այն պատճառով, թե ինչու անոնք պետք է ծառայեն Աստծուն։ Այսինքն, քանի որ իրենք Աստծո ծառայեն, ադորամա իրենք այդ երկիրը ժառանգեցին։ Ուրեմն ուխտը Աստված չէ գաբած միայն հայերուն հետ, այլ որ անոնց հետ, ովքեր որ ներկա են Հեսուի այս խոսացան ժամանակ։ Երիտասարդները չէին մասնակցած ելիցին մեջը, անոնք չէին, իրենց հայրերն էին 40 տարի առաջ կամ 60 տարի առաջ որման, բայց անոնք մգխոսի, որ Հեսու դուք եւ անոնք, այսինքն իրար հետ կգաբե, որպես ասկը ընդհանուր մեկ ժողովուրդ։ Ուրեմն անցյալի տասերը յուրաքանչյուր նոր սերունդ պետք է յուրացնե իր մեջը։ Աստված ով կործած է նախնեուն համար անցյալում պատրաստ է կործել նաև ներկա սերունդին համար։ Ինչ որ Աստված ըրավ նույնը բիդն է։ Նորեն 24 2-ին 4-ը գարտանք 24 գլուխ 3-ին 4 Ով ունի 24? 3-ին 4 Ես 25 ունի 24 Ես կկարտամ։ Կարդ Եսուն բոլոր ժողովրդին ասավ. Իսրայելի Տեր Աստված այսպես կսե. Առաջ ձեր հայրերը, Աբրահամի հայրը եւ Նաքորի հայրը Թարա գետին անդին կողմը բնակեցան եւ օտար Աստվածներ պաշտեցին։ Ու ես ձեր հայրը Աբրահամը գետին անդի կողմեն արի ու զանգա Քանանի բոլոր երկրի մեջ պտտեցի եւ անոր սերունդը շատացրեցի եւ Իսահակը անոր տվի։ Եվ Իսահակին Հակոբը ու Եսավը տվի։ Եսավին սեր լեռը ժառանգություն տվի։ Հակոբ ու անոր որդիները Եգիպտոսի չան։ Այո 5-ին 7-ը նագարտանք Մովսեսն ու Ահարոնը ղրկելով Եգիպտոսը զարգի, ինչպես անոր մեջ ըրի, ետքը ցես հանեցի, ուստի ես ծեր հայրերը Եգիպտոսեն հանեցի, և դուք ծովը եկաք, Եգիպտացիները գարկերով ու ցիավորներով մինչև Գարմիր ծովը ծեր հայրերուն ետևեն ինգան, այն ադեն ծեր հայրերը դերոջը աղագեցին, դերը ծեր ու Եգիպտացիներուն մեջտեղ խավար ցկեց ու ծովը Եգիպտացիներուն վրա բերելով զանոնք ծածկեց ծեր աչքերը Եգիպտացի մեջ եղած բաներուն տեսան ու շատ ժամանակ անաբադի մեջ բնակեցան։ Շնորհակալ եմ։ Եվ ուրեմն հաջորդը գարտանք 8-13, կսե ում ընտրության շնորհիվ Իսրայելը ժառանգեց Քանանը։ Ետքը ծեր պերի հորտանանի անթիի գոմը բնագող ամորացիներուն երկիրը, որոնք ծես հետ պատերազմ ունին։ Զանոնք ծեր կդվի ու անոնց երկիրը ժառանգեցիք եւ զանոնք ծեր արժևեն բնաչին չրի։ Ետքը Մովաբի թագավորը Սեփորյան բաղակ ելավ ու Իսրայելի դեմ պատերազմ վրավ եւ մարդ ղրգեց Պեորյան բաղամը կանչելու, որպեսի ծես նզովե, բայց չուզեցի բաղամի մդիկ ընել ու անիկա ընդհակարակը ծես օրհնեց,
Անոր ցերքեն ցեզ ազատեցի։ Ետքը հորթանանեն անցնելով Երիքով եկաք։ Երիքովի բնակիչները, ամորհացիները, պերեզացիները, կանանացիները, կեդացիները, կերտեսացիները, խևացիներն ու էփուսացիները ցեզի թեմ պատերազմ ունին։ Ես զանոնք ձեր ցերկը դրի։ Ձեր արջևեն իշամեղուներ ղրգեցի, որոնք զանոնք, այսինքն ամորացիներուն երկու թագավորները ձեր արջևեն վրընդեցի։ Ոչ ոք սրով եւ ոչ ոք ահեղովը վրընդվեցան։ Ձեզի երկիր մտվի, որում մեջ դուք չաշխատեցաք, եւ քաղաքներ, որոնց դուք չշինեցիք, որոնց մեջ կփնագի ուտեք այն այքիներեն ու ցիտենիներեն, որոնք դուք չդնգեցիք։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Աստված մեկ հեսուն գտվե ինչ որ Աստված իրենց համար ըրավ։ Եվ ամեն ինչպես ու քիչ առաջ ասենք, հիմնական կետը Աստված է աս խոսակցության մեջ, ոչ թե ժողովուրդը, այլ Աստված։ Եվ հարցումը գսե որոնք են այն միջոցները, որոնցով մենք ավելի պատասխանատու կսկանք։ Այսինքն կբռնենք այն խաղապարը, որ արարքները գաստեն եկեղեցի բոլոր անդամներու վրա։ Երբ որ մենք բամը գնենք, ընդհանուրին վրա գաստե։ Ասկերաջ տեսանք, երբ որ այն մեջը մեկը մեղ գործեց, բոլոր ժողովուրդը բաժվեցավ։ Այսինքն բաներ կա, որ մենք հալ գնենք, որ ժողովրդի վրա գաստե։ Չասենք, որ ամա ես մեկ հոգի եմ, ինձ ինչ կլա։ Չէ, մեր ըրածը գաստե եւ մեր ընտանիքին վրա, մեկ հոգի նրածը ընտանիքին վրա գաստե, մեկ հոգի նրածը ժողովրդին վրա գաստե, եկեղեցի վրան ալ գաստե։ Օրինակ, երբ որ ներկա ես եկեղեցին մեջը, ադիգա ժողովրդին վրա գաստե, երբ որ դասանորդդ կվճարե գուդաս եւ աստծո գործ առաջ կերտա ժողովրդին վրա գաստե։ Ասոնք բաներ են, որ մենք կսորվենք։ Ինչ կոչրավ հեսուն իսրայելցիներուն գսե, ինչ կշագե ծառայել Տիրոջը հավատարմությամբ եւ ճշմարտությամբ։ Կարդանք հիմա 14-ին 15 համարները։ Ուստի հիմա դերոճեն վախցեք եւ անոր հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայություն արեք եւ այն աստվածները, որոնք ծեր հայրերը կեդին Անտիգոնը ու Եգիպտոսի մեջ ծառայություն արին, մեկտից կեցեք եւ դերը բաշխեցեք։ Բայց եթե դերոճը ծառայություն ունելու ցեզի հաջողերևնար, ցեզի ընդրեցեք այսօր թե ով դի բաշխեք։ Կեդին Անտիգոնը ծեր հայրերուն բաշխած աստվածները, թե ամորացիներուն աստվածները, որոնց երկին մեջ դուք կպնագիք, բայց ես ու իմի դունս Եհովան պիտի բաշխեմ։ Այո, հիմա ուրեմն հեսու գոչ կնե եւ հստակ է գոչը, կամ արարեչին հավատարեմ բիդալաս, կամ ինչ որ գուզես եղիր, որբեսի քու եզակի ըլլալդ, որ Աստված քեզի գանչեր է, քու եզակի ըլլալդ պաշտպանես, Աստծո գսե հավատարիմ եղիր։ Գրաբա ժողովուրդներեն ետ դարձիր, որբեսի քու նպատակը եւ առաքելությունդ անես, բայց ընտրությունը որուն է։ Անցին է։ Անցը պետք է ընտրե։ Անցը գուզե Աստծո հետևիլ, թե չուզեր Աստծո հետևիլ։ Աստված չի ըստիբեր որևէ մեկը։ Ինչ կնշանակե վախծիր, այսինքն վախտալ նշանակե երգյուղիլ, հավատարմությամբ եւ ճշմարտությամբ կսե դերոշմե վախտալ, չնշանակե անիգա ահուտողի մեջ լալ, սկացմունքային անաբահովության մեջ չես, որ վախծա, փամը եղավ։ Այո, շնորհակալ եմ, զսկուշացիր հարկանք եւ ակնածանք ունեցիր Աստծո հանդեպ։ Ուրեմն թեև վախը կնկարագրե ներքին վերաբերմունք, որը պետք է բնութագրվի իսրայելացիներուն, Աստծո հանդեպ ակնածանքին գործնական արդյունքը ծառայությունն է։ Երբ որ Աստծո ասում է գվախտաս կամ Աստված կսիրես, ծառայություն է որ գուտաս։ Եվ ասի շատ կարևոր է։ Քիչ առաջ նորեն քարոզին մեջ լսեցինք, որ համեստությունը, հեզությունը նաև ծառայություն է։ Սերը նաև ծառայություն է։ Ասոնք, երբ որ գծառայես, մեկուն ադամենը մեջը գինա։ Այո։ Եթե մեկում հայրը ծառայություն գնե, եւ ինքը զավակներ ունի, որը ծառայությունը իրեն զավակներուն չի փոխանցերավի։ Այսինքն, որը ռակ ծառայությունը իրեն զավակները ադոնցով չեն օգտվում։ Չէ։
ամեն անց իրեն ծառայությունը դերոջը պիտի ներկայացնի։ Այո։ Մեկը եթե հայրը հավատացյալ է, չի գնալսել, որ իմ հայրս հավատացյալ է, ես ավետին քրիական, այդպես կամքորություն չունի։ Անձնական է փրկությունը, անձնական է ծառայությունը։ Այո։ Այսինքն Աստված միայն զավակներ ունի, թորնիկներ չունի։ Հավատարիմ կհամարվի այն մարդը, որ հուսալի ու վստահելի է։ Ասածը։ Ուրեմն ազատ կամք, ազատ ծառայելու համար։ Հեսուն կհարկե գսե իր ժողովրդին ազատ կամքը եւ կգամենա որ Իսրայելը դերոջը ծառայի ազատ ընտրությամբ, ոչ թե հարգատրապար։ Ճիշտ հոս է որ գսե ընտրե քեզի այսօր ինչ պիտի անես։ Իր ժողովրդին արձագանքը ինչպես կլա 24-րդ գլուխ 19-21 նախ կարդանք։ Ես ժողովրդին ասավ, դուք չեք կրնալ Եհովան բաշտել, ներողություն ասի ես ուրը բիդի գարտախորին։ Ես ադում եմ։ Minutes 25. Ես ժողովրդին ասավ, դուք չեք կրնալ Եհովան բաշտել, կանցի անիկա սուրբ ասված է, Անինա նախանցոտ ասված լալով ծեր հանցանքները ու մեղքերը չի ներեր։ Կանզի, երբ Եհովան թողուք օդար ասվածներ բաշտեք, այն ադենբիրի թարնա ու ծեզի բարիք ընելու դեր, ծեզ չարչարարով պանաչիչ պիտենեն։ Ժողովորդը Հեսուն ասավ, ոչ, հապա մենք Եհովան պիտի բաշտենք։ Okay, ուրեմն հոս հիմա Հեսուն գուզե իրենց լման բաց կսե, որ նայեցեք, եթե դուք ասվածը չի բաշտեք, այս աստվածը ցեզի կչարչարե։ Ցեզի ծեր ցերքեն գարնե ծեր ունեցածը։ Ուրեմն վստահ եղեք, չսեք որ ահա չգիտանք ինչ տեսակ աստված է։ Այսինքն թույլ աստված մեջ չի ասիգա ծեր առաջվա չգիտած չաստվածներու բես չէ։ Բայց ժողովուրդը գսե այո, մենք Եհովան պիտի բաշտենք։ 22-ին 24 Այնադեն Հեսուս ժողովրդին ասավ, ծեր անցելուն թեմ վգա է, որ դուք ծեզի Եհովան ընդրեցիք, Սանիկա բաշտելու համար։ Անոնք ասին վգա է։ Ուրեմն հիմա ծեր մեջ եղած օդար աստվածները վերցուցեք եւ ծեր սիպը Իսրայելի դեր աստծուն կացուցեք։ Ժողովուրդը Հեսուի ասավ, մենք մեր դեր աստվածը պիտի բաշտենք, անոր խոսքին պիտի հնազանդենք։ Այո։ Եվ սկիզբը 16-18 մորցանք կարդալու։ Այնադեն ժողովուրդը պատասխան տվավ ուսավ, կավլիցի, որ մենք Եհովան թողունք ուրիշ աստվածներ բաշտենք, քանզի Եհովան ինք է մեր աստվածը, որ մեզ ու մեր հայրերը Եգիպտոսի երկրեն ծառայության դունեն հանեց եւ ինք մեր աչքերուն առջև մեծ նշաններ արավ ու մեզ բայեց մեր կացած ճամփուն մեջ եւ բոլոր ասկերուն մեջ, որոնց մեջ են անցուց։ Եհովան բոլոր ասկերը ու այս երկրին մեջ բնակող ամորացիները մեր աչքերեն վրըմբեց Մենք ալ Եհովան պիտի բաշտենք, որովհետև մեր աստվածը ինքն է։ Ուրեմն առաջին Աստծուն ծառայելու որոշումը լուրջ որոշում է։ Պետք է հետևանքները գիտնաս, մեղքերու ներումը մարդկության անկարգելի իրավունքը չէ, այլ Աստծո շնորհքին հրաշքն է։ Աստված ամեն մարդ կսիրի, բայց ամեն մարդ չի ներեր։ Անոնք կները ովքեր որ իր մեներում կխնդրեն։ Ադե առաջին, երկրորդը Իսրայելցիներուն Աստծուն ծառայելու որոշումը պետք է լա իրենց որոշումը, ինչպես որսի ոչ թե հայերուն որոշումը զավակներուն, այլ ամեն մարդ իր ունացած որոշումը բարդատրված չէ որ մեկուն վրան։ Երրորդը Իսրայելը պետք է գիտակցի որ մարդիկ չեն գնա իրենց ուժով ծառայել Աստծուն։ Աստծուն ծառայելը ցեր կփերի ոչ թե ուխտի թրույթներով մեխանիկորեն հետևելով, այլ փրկարար Տիրոջ հետ անձնական փոխհարաբերությունների միջոցով։ Ուրեմն երեք կետեր կան։ Աստծո պետք է ծառայես, պետք է ուզես ծառայել, բայց գիտիր որ երբ որ կծառայես, ինչ որ ամուսնության մեջ, երբ որ գամուստանաս, այլևս այդ ամուսինին կամ այդ կնոջը հավատարիմ մնալու եւ անոր հոգ տանելու ուխտին մեջ կմտնաս, դու չես կնալ ուրիշ ընտանիքներ ունենալ։ Հատկապես քրիստոնյաների մեջ ուրիշ ասկերու չեն կերտար։ Okay, գրաբաշխության վտանգները 22-ին 24 25-ին 28-ն է կարծեմ։ Նույն օրը Հեսու ժողովրդին հետ ուխտ դրավ։ Ու Սյուքեմի մեջ կանոն ու օրենք դրավ։ Հեսու այս խոսքերը Աստծո օրենքներու քրքի մեջ գրեց
ու մեծ քարմը արավ եւ զանիգա դերոջը սրբարանին քով եղած Էվեգմին դակ կանգնեցուց։ Եսու բոլոր ժողովրդին ըսավ. այս քարը մեզի վգա ըլլա։ Քանզի ասիգա դերոջը մեզի հետ խոսած բոլոր խոսքերը լսեց, ուստի ասիգա ցեզի վգա ըլլա, որբեսի չլա թե ծեր Աստվածը ուրանակ։ Ետքը Հեսու ժողովուրդը արձակեց ու ամեն մարդ իր ժառանգությանը քնած։ Այո, շնորհակալ եմ։ Հեսուն գիտեր, որ երբ որ ժողովուրդը Եգիպտոսեն ելավ, իրենց մեջ չասվածներ ունեին, որչափալ որ մեկում ցկածեին նորենալ քաղտնի իրենց կյանքերուն մեջը, գարդես թե ասվածներուն սովորությունները իրենց մեջը մնացած էր։ Եվ ուրեմն հիմա հոսքսեցեր մեջ եղած օդար աստվածները վերցուցեք, ուստի Հեսուն գաղաչե ժողովրդի սիրտը Իսրայելի դեր Աստծուն դարձնել։ Լման սիրտով Աստծուն նվիրվել։ Սիրտիդ մեջ ուրիշ աստվածներ մի ունենալ, որոնք են մեր ունեցած աստվածները։ Ամեն մեկս մեզի համար գնանք նայել, թե արդյոք մեր սիրտի մեջը ինչ աստվածներ ունենք, որոնք գբաշտենք, որոնք գարչած ենք, փագած ենք, կխորենք, որ առանց ադոր չենք գնալ ապրիլ։ Օրինակ մգա։ Օրինակներ մարդկա իրեն հարստությունը իրեն չաստվածն է, կամ աստվածն է, մարդկա իրեն բադիվը իրեն աստվածն է, կամ իրեն education իրեն կրթությունը իրեն աստվածն է, իրեն կորձ իրեն աստվածն է, իրեն հբարդությունը իրեն աստվածն է, իրեն սնաբաշտությունը աստոդեղ պամը որ սիդիտ մեջ ու չես կնարատկե աստուզմե ավելի գտնես սիդիտ մեջը Ուրեմն Հեսու գսե որ խոնարհվիր թեպի Աստված եւ ադոցմե ազատվիր քանի որ եթե ադոնք սիդիտ մեջը մնան քեզի biçի ցկեն որ աստական փոխհարաբերություն են Աստծո հետ Եվ իսրայելցիները կպատասխանեն մենք կլսենք անոր ցայնը Իսրայելի գրոնքը գսե երբեք նախադեсված չէր օրինական այլ պետք է լար հավատքի եւ սիրո մշտական զրույց սուրբ եւ ողորմած փիքչին հետ Այսքան գրոնք մը որ թուրսեն բիդալա, այլ պամն է որ ներսեն բիդալա, մարդուն սիրդին մեջ են փխող սեր մը բիդելնաս Աստծո հանդեպ։ Ինչպես պիտի գիտնաս, պետք է հասկանաս ով է Աստված կյանքիդ համար։ Որքան հաճախ խոստացած ենք Տերոջը, որ պամը բիդնենք, սակայն վերջը չեն կրած։ Ինչու չեն կրած։ Ուրեմն, երբ որ չես ներ, Աստված քեզի մեկ անգամ չի պատժեր, չի զարներ։ Չի գեցած, դու դաստո խոստացար պամանել, խոստացար քո կյանքը Տերոջը նվիրել, երբ որ հիվանդ էիր, ասենք թե, վերջը լավացար, եւ դեռ Աստծո չես նվիրած քո կյանքը, կամ մեծ փորձանքեմ ազատեցար, դեր Աստված, աս փորձանքեն ազատե ինձ քեզի պիտի նվիրվեմ, քեզի պիտի ծառայեմ, փորձանքեն ազատեցար, լավ ժամանակի հասար, բայց դեռ չես ծառայել Աստծո։ Ուրեմն Աստծո շնորհքն է որ քեզի թեր գբահե որ թուն ժամանակ ունենաս առիթ ունենաս յետ անդրադառնալու որ Աստծո պետք է ծառայես Ուրեմն վերջավորությունը 29-ն չգիտեմ ով ունի 29-ն 33 Այս բաներեն ետքը դերոջը ծարան նավյան Հեսու մերավ 110 տարեկան ըլլալով Ուզանիգա իր ժառանգությանը սահմանին մեջ քաս լերան Հյուսիսային գողմը, Եփրեմի լերը թամնած Սարայի մեջ թաղեցին։ Հեսու բոլոր օրերուն մեջ ու Հեսուեն ետ ողջ մնացով եւ Իսրայելին համար դերոջը ըրած բոլոր գործերը կիծող ձերերուն բոլոր օրերուն մեջ Իսրայել դերոջը ծառայություն ըրա։ Հովսեփին ոսկորները, որոնք Իսրայելի որդիները Եգիպտոսեն հաներ էին, Սուկեմի մեջ թաղեցին, ակարագին այն մասին մեջ, որ Հակոբ Սուկեմի հորը Եմովրի որդիներեն 100 գդոր արձատի ձախո արերեր։ Անիգա Հովսեփի որդիներուն ժառանգությունը եղավ։ Ահարոնին որդին Եղիազարն ալ մերավ, Ուզանիգա Եփրեմի լերը անոր որդին Փենեհեսին դրված Փլուրին վրա թաղեցին։ Այո, շնորհակալ եմ։ Վերջավորությունը այլևս Հեսուն եւ Եղիազար քահանայբեդը գիրուկնալ ձեր դարիքին մեջ
կմեռնին, բայց հոս իրենք կթաղվին իրենց երկրին մեջ, այլևս աստանտական չեն, ինչպես որ Հովսեփին բաները, ոսկորները, փերին, Հովսեփը ասավ ինձ Եգիպտոսի մեջ չցկեք, քանի որ հոս չէ մեր դունը Կանան է, եւ Հովսեփին ոսկորները փերին, աստանտական էր Հովսեփ 400 տարի անդեղը իրենք գեցան, հիմա եկան դեղը հասան, որ մշտական իրենց տունն է այլևս, օրմը ասի գցրե որ օրմը մենք մեր մշտական տունը պիտի երթանք, այս երկիրը մեր մշտական տունը չէ, այս ապեն կներեք թասերը որ կսորվինք, կուզենք որպեսի մենք մեր սիրտը ասուսմով լեցվի, որպեսի իրականությունը երևակայությունեն զանազանենք, երևակայությունը հոս է, մենք հիմա չենք իրեն ինչպես կաբրենք, բայց գիտենք որ օրմը պիտի կա, որ իրականությունը պիտի տեսնանք, քանի որ ասե Աստված կցնե մեզի կսորվեցնե մեզի որ ի վերջո իրական դեղը պիտի հասնենք, ինչպես որ Հեսուն եւ ժողովուրդը հասան օրմը Canterbury նախկին arczepiskopos Lord George Carey-ն ասել է որ եկեղեցին մեջը բացմախոսքին մեջ ասել է որ անգլիական եկեղեցին անհետացմանը մեկ սերունդ միայն կմնա ասի ինչ կնշանակե ես միշտ կաղոթեմ որ Աստծո հավատքը մինչև ինձի հասավ իմ մեծ մամայես ինձի հասավ ինձ մեյալ իմ զավակներուս եթե չհասնի հոգևոր կյանքը հոն կվերջանա որ մեկ սերունդ է իմ սերունդովս թող չի վերջանա Աստված տա որ իմ զավակներս այդ հոգևոր կյանքը ստանան եւ իրենց ալ հասնի Աստծո խոսքը իրենք ալ գայնան այդ Աստծո խոսքը ժառանգեն Նոր համար Հիսուսը ասավ ծորվեցուցեք ձեր զավակներին ձեր որդիներուն ինչ որ կլսեք ինձ Այո հիմա մինչև հոնգս է որ բոլոր ժողովուրդը Տերոջը ծառայություն ըրավ քանի դեռ Հեսուն ողջ էր քանի դեռ Եղիազարը ողջ էր անոնք Տերոջը ծառայություն ըրին բայց արդյոք իրենց մերնեն վերջը ժողովուրդը ինչ պիտի Տերոջը ծառայությունը պիտի շարունակե թե ետ պիտի գնա Այո արդյոք Իսրայել հավատարիմ կմնա Տերոջը գարնա շարունակել ամբողջ երկրին դերաբեդելու թերի կորձը կարողանան գարչել Յահվեեն եւ չընկնել գրաբաշխության մեջ Հեսուին գլխավոր ծերունդը Տերոջը հավատարիմ մնաց սակայն արդյոք հաջորդ ծերունդը կբահե նույն հոգևոր ուղղությունը որն հետևեց մեր առաջնորդը ինչպես Պողոս Արաքյալ գսե բարի պատերազմը բայկարեցա որն է Հեսուին հաջողության քրավականը ինչպես եղավ Հեսուն հաջողեցավ մինչև հոն որն է ինչ որոշումներ պետք է կայացնենք այսօր որպեսզի ավարտին հասնեն փրկության նույն հավաստիացումը ես ինչ պետք է անեմ այսօր վերջավորության համար գարտանք Նահամետները բարգարներ քիրքեն գսե Եգիպտոսեն դուրս եկած բազմության մեջ կային մարդիկ, որ գուրքեր երկրպագեն, իսկ սովորության ուժը այնպիսին է, որ այդ պրակտիկան, practice-ը, որոշ չափով քախնի կշարունակվի նույնիսկ Քանանում բնակություն հաստատել են յետքը։ Հեսուն գիտակցի Իսրայելն այս չարիքը հստակ կպատկերացնի, թե ինչ վտանգ կարող է բերել անիկա, քանի որ ամբողջ ժողովուրդը կգնա փչանալ։ Ան անգեղձորեն կցանկանա տեսնել հրյա ժողովրդի գադարյալ բարեփոխումը, ան գիտե, որ եթե Մարդիկ ամբողջ սիրտով Տերոջ ծառայելու վճռական դիրքորոշումը չընդունեն, կշարունակեն ավելի հեռանալ Աստծո։ Թեև Իսրայելն ոմանք Աստծո հավատարիմ եւ նվիրված երկրպագողներ էին, շատերը բարձրապես թևաբաշտներ էին, ոչ մեկ նախանցախնդրություն կամ երան չէր փնութակրել անոնց ծառայությունը, հիմա էլ մեր մեջ անան կա։ Որոշ իսրայելցիներ իրենց սրտի մեջ երկրպագային գուրքերուն, բայց չէին ցանկանալ բացահայտ ընդունել անիկա։ Ահա այս քարը մեզի վգալա գսե, որովհետև ասիկա լսեց մեր ասած բոլոր խոսքերը, ուրեմն այս վգալա ցեզի համար չլա թե ուրանակ ծեր Աստծուն, այսօր քարոզիչը մեզի համար քարեր տվավ, մենք չէինք գիտեր, ասիկա Աստծո հոգին է, Սուրբ հոգին է, որ մեր թասը, վերջին թասն է, Հեսուի քիրքեն եւ մեր քարոզիչը մեզի բերավ նույն խաղապարը, Աստված մեզի հիշատակներ կուտա, որովհետև իրեն չի մոռնանք Քարը գառնենք, որպեսզի չմոռնանք, որ Աստված ինչ հրավ մեզի համար։ Եվ քարը գսե դրավ, աս քարը գլսե, ձեր ուխտը։
Վգա ալա ցեզի համար, որ չլա թե ուրանակ ծեր Աստծուն։ Այստեղ հեսունք բացայդորեն հայտարարել, որ ժողովրդին ուղղված իր հրահրներն ու նախազգուշացումները ոչ թե իր, այլ Աստծո խոսքերն են։ Այս մեծ քարը կգայնի, որովհետեւ վգա ալա իրաթարության ներկա հաջորդ սերունդներուն, որ այն կանգնեցվել է որպես հիշադակության եւ վգայության ալա ժողովրդի թեմ, եթե անոնք երբևէ հագվին դեպի գրաբաշխությունը։ Աստված մեր յանքի մեջ հիմա քարը չէ դրած կնալալ, սակայն կործած է մեր յանքի մեջը, որ մենք կրնանք Աստծո ցերքը, Աստծո սուրբ ցերքը տեսնալ, Աստված ինչպես կործեց մեր յանքի մեջը եւ անիկա ճարաճ ինչպես է քրենք տեղը, չմոռնանք, թե որ Աստված մեծ ցերքով մեզի ազատած է եւ բահած է, ինչեւ վերջնալ խոստացել է որ մեզի պիտի բահե։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, հաջորդ տասը վիդեոյը քաղաքացիներ եւ ֆիլիպինցիներ ինչեւ հաջորդ շաբաթ ցտեսություն։